Շատ ուրախ եմ այստեղ ձեզ տեսնել ԵՊ շրջանավարտների ֆորումի շրջանակներում մի հարթակ, որը լի է գիտելիքներով, հիշողություններով և մեծ համագործակցությունների հնարավորություններով։ Ուստի մեզ մաղթում եմ այսօր հաջողություն և վայելենք այս ընթացքը և մեծ համագործակցությունների հնարավորություն թող սկսվի այսօր։ Սիրով ողջունում եմ և ներկայացնում եմ մեր այսօրվա մոդերատորին Գայանե Շահնազարյանին, ԵՊՀ քիմիական ֆակուլտետի շրջանավարտ, ներկայումս շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնի ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ, ողջունենք Գայանե Շահնազարյանին։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարգելի շրջանավարտներ, հարգելի ընկերներ, իսկապես մեծ պատիվ է այսօր ինձ համար գտնվել այստեղ, այս ֆորումի շրջանակներում և այս ֆորումի շրջանակներում այսօր մենք խոսելու ենք մեր երկրի բնական ռեսուրսների կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրների և մարտահրավերների քննարկմանը։ Այդ առումով այսօրվա մեր բանախոսներն են Արման Վարդանյանը, Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետի շրջանավարտ, երկրաբանական գիտությունների թեկնածու, Պարոն Վարդանյանը ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ օգտակար հանածոների որոնման, հետախուզման և արդյունահանման ոլորտներում, ղեկավարել է ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Աֆրիկյան մի շարք երկրներում։ 2022 թվականից պարոն Վարդանյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական տնօրենն է։ Հաջորդ մեր բանախոսը Աստղիկ Դանելյան, Տիկին Դանելյանը Երևանի կրկին պետական համալսարանի շրջանավարտ է, կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ է, կենսաբանական գիտությունների թեկնածու, շրջակա միջավայրի բնական ռեսուրսների և կենսաբազմազանության կառավարման ոլորտի մասնագետ, ավելի քան 15 տարվա փորձով գիտակրթական, միջազգային նախագծերի համակարգման, շրջակա միջավայրի գնահատման և կառավարման ոլորտներում։ Ներկայումս Տիկին Դանելյանը Միավորված ազգերի զարգացման ծրագրի Եվրամիությունը Սևանի համար ծրագրի համակարգողն է։ Եվ մյուս բանախոսը պարոն Սևակ Բալոյանը, Երևանի պետական համալսարանի կրկին կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխատանքային գործունեությունը պարոն Բալոյանը սկսել է նույն ֆակուլտետում կենդանաբանության ամբիոնից, այնուհետև հետագա աշխատանքային գործունեությունը մինչ օրս շարունակում է շրջակա միջավայրի նախարարությունում, մասնագիտանալով շրջակա միջավայրի կենսաբազմազանության, կենսաբանական ռեսուրսների պահպանության, կայուն օգտագործման և կառավարման ոլորտներում։ Ներկայումս պարոն Բալոյանը շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետն է։ Այժմ սիրով հարցս ուղղեմ մեր առաջին բանախոսին, պարոն Վարդանյան, խնդրում եմ ներկայացնեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտեցումները բնական ռեսուրսների կայուն կառավարման ուղղությամբ։ Ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կամ մոտեցումներ եք կիրառում, որոնք ուղղված են բնական ռեսուրսների կառավարմանը և շրջակա միջավայրի ազդեցության նվազեցմանը։ Խնդրեմ ներկայացրեք ձեր։ Շնորհակալություն։ Մինչև, եթե ունենք ժամանակ, չգիտեմ, մինչև անցնելը մեր ընկերության կողմից բնական ռեսուրսների օգտագործմանը, կուզենայի անդրադառնալ ընդհանրապես բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գաղափարին, քանի որ շատ է խոսվում դրա մասին եւ հիմնականում մարդիկ ռացիոնալ օգտագործում շատերը նկատի ունեն քիչ օգտագործում, եթե խոսքը վերաբերվում է օրինակ օգտակար հանածոների պաշարներին, ապա տարեկան ավելի քիչ արդյունահանմանը եւ այլն։ Բայց ռացիոնալ օգտագործումը դրա մասին չի, ռացիոնալ օգտագործումը էֆեկտիվ օգտագործման մասին է, դիվերսիֆիկացիայի մասին է, որպեսզի ավելի պարզ լինի, նաեւ բնական ռեսուրսները կախված դրանից, թե ինչպես է օգտագործում տվյալ պետության կողմից, կարող է լինել եւ աստծոպարգև, կարող է լինել եւ աստծոպատիժ։ Մի քանի օրինակներ բերեմ, որպեսզի պարզ լինի։ Օրինակ աստծոպատժի ցայտուն օրինակ կարող է լինել ֆոսֆորիտների հանքավայրերի շահագործումը Խաղաղ օվկիանոսյան մի փոքր կղզում, Միկրոնեզիայում, որը կոչվում է Նաուրու, եւ այդտեղ անցյալ դարի կեսերից սկսեցին արդյունահանել ֆոսֆորիտի պաշարները եւ պետությունը, այդ փոքրիկ պետությունը նստեց այսպես կոչված ռեսուրսային ասեղի վրա։ Եվ ամբողջ տնտեսությունը
պայմանավորված էր միայն այդ ֆոսֆորիտների արդյունահանումով եւ այն ժամանակ, երբ որ արդեն 70-ականների վերջերին գները շատ բարձրացան, այդ պետության հնան մեկ շնչին ընկած հնան աշխարհում երկրորդն էր, $50,000 մեկ շնչին ընկած հնան, դա 70-ականների գներով, դա հիմա եթե վերահաշվենք, դա ահռելի մեծ թիվ է։ Այժմ դա աշխարհում երկրորդն էր Սաուդյան Արաբիայից հետո։ Բայց ու այդ բարձր գներով պայմանավորված ամբողջ հայտնի պաշարները շահգործվեցին ինտենսիվ, բոլորը հարստացան եւ երբ ֆոսֆորիտի պահանջարկը ընկավ, գները ընկան, այդ պետությունը կանգնեց կրախի առաջ, ամբողջ տնտեսությունը քայքայվեց, քաղաքական կրիզիս եւ այլն, եւ այդ պետությունը մինչեւ հիմա ոտքի չի կանգնում դոտացիաների օգնությունների մարդասիրական օգնությունների շնորհիվ է գոյատևում, եւ մարդիկ համատարած աղքատել։ Մեկ այլ օրինակ կարող է օրինակ որպես աստծոպարգև ծառայել Նորվեգիան, որը քչերը գիտեն, մենակ ոլորտով զբաղվողները գիտեն, որ խոշոր նավթի եւ գազի արդյունահանող է, բայց հիմա փողոցում մարդկանց հարցնենք, ոչ մեկ չի իմանա, որ Նորվեգիան այդպիսի պետություն է, քանի որ իրենք դիվերսիֆիկացրել են իրենց տնտեսությունը եւ ստեղծել են այդ նավթի գազի արդյունահանման եկամուտներից, շահույթներից ստեղծել են ֆոնդ, սուվերեն ֆոնդ, որը իրենց երկրում կոչվում է կենսաթոշակային ֆոնդ, որի արժեքը մոտ $2 տրիլիոն է, եւ իրենք մասնակցություն ունեն աշխարհի բոլոր խոշոր ընկերություններում, ամենախոշոր առաջատար ընկերություններում մասնաբաժիններ ունեն։ Մեկ այլ հետաքրքիր օրինակ կարող է հանդիսանալ Սաուդյան Արաբիան, որը գիտեք ամենախոշոր նավթարդյունահանող պետությունն է, այնտեղ եւս կա նմանատիպ ֆոնդ, պետական ֆոնդ, ներդրումային, որը ավելի քան $900 միլիարդ է կազմում, քիչ է քան Նորվեգիան, բայց ամեն դեպքում մեծ է։ Եվ այնտեղ կրկին կախվածությունը նավթի արդյունահանումից շատ մեծ է, պետության հնայի մոտ 40%-ը կազմում է նավթի արդյունահանումը։ Եվ ինչ արեցին իրենք 20 թվականին նոր տեսլական ընդունեցին պետության զարգացման, որը կոչվում է Vision 2030, որի նպատակն է մինչև 2030 թիվը նվազեցնել տնտեսության կախվածությունը նավթի արդյունահանումից։ Բայց դա չի նշանակում, որ իրենք պիտի նվազեցնեն նավթի արդյունահանումը։ Ընդհակառակ իրենք ուզում են ակտիվացնել, մեծացնել տնտեսության այլ ոլորտները, որպեսզի նավթի մասնաբաժինը քիչ լինի տնտեսությունում եւ երևի զարմանը շատերին, որտեղ բոլորը կարծում են, թե հանքարդյունահանումը դա ինչ-որ վնասակար բան է, Սաուդյան Արաբիան հիմա շատ ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի իրենց երկրում ակտիվանա օգտակար հանածոների արդյունահանումը, խոսքը գնում է պինդ օգտակար հանածոների արդյունահանման մասին։ Վերջերս 22 թվականի նոր օրենսգիր կընդունեցին ընդերքի ոլորտի, որով ազատականացրեցին ընդերքը եւ այդ օրենսդրությունը այնքան պարզ է, կոնկրետ է, որը տարընթերցումների տեղ չի տալիս եւ մենք կարող ենք նախանձել նման օրենսդրության համար, լավ կլիներ մենք էլ ունենայինք եւ հիմա մեծ հոսք կա դեպի Սաուդյան Արաբիա համաշխարհային բոլոր խոշոր օգտակար հանածոների արդյունահանմամբ եւ որոնմամբ զբաղվող ընկերությունների կողմից։ Վերադառնանք Հայաստանին։ Կոնկրետ մենք դիտարկենք մեր ընկերությունը, եւ մեր ռեգիոնը, եթե վերցնենք Կապանի, Քաջարանի եւ Մեղրի խոշորացած համայնքները, տնտեսական հիմնական էֆեկտը, հիմնական մուտքերը, չհաշված պետության դոտացիաները, այսինքն բնակչության հիմնական եկամուտները պայմանավորված են լեռնային արդյունաբերությամբ։ Մի մասը բնակիչների ուղիղ աշխատավարձ են ստանում, մի հսկայական մասն էլ միջնորդավորված աշխատում են լեռնային ընկերությունների
մատակարարների, սպասարկողների եւ այլնի մոտ, հա, ամբողջ տնտեսությունը հիմնված է լեռնային արդյունանման վրա եւ նույնիսկ խորհրդային տարիներին ավելի դիվերսիֆիկացված էր, կային բազմաթիվ տարբեր գործարաններ, կար գյուղատնտեսություն, հիմա դա չկա, կա միայն լեռնային արդյունաբերություն, այո, եւ եթե նույնիսկ վերցնենք, հա, ամենամեծ պաշարներով հանքավայր ռեգիոնում եւ Հայաստանում քաջարանը, որտեղ 2 միլիարդ տոննա հանքաքարի պաշարներ կան, հա, թեկուզ, հա, եթե չգիտեմ, 2 միլիարդ արդյունանենք 50 տարում, մեկ 50 տարի հետո, հա, մնացած հանքավայրերը ավելի շուտ կվերջանան եւ ինչ է դառնում, այդ տարածաշրջանը տնտեսական կրախի առաջ է կանգնելու։ Հետեւաբար ճիշտ կլինի նմանատիպ ինչ-որ ֆոնդ, կոնկրետ տարածաշրջանային եւ այլն ստեղծվի նաեւ մարզում, հա, որ ներդրումային ֆոնդ, որի գումարները կծախսվեն այլ արտադրություններ հիմնելու վրա, հա, կոնկրետ բացի դա, եթե մեր 2 միլիարդ պաշարները, որը շատերը կարծում են 2 միլիարդ, դա կարելի է այս տեմպերով 100 տարի շահագործել, իսկ ով է ասում, որ 20 տարի հետո կլինի մոլիբդենի պահանջարկ։ Տնտեսությունը այնպես տեխնոլոգիաները այնպես արագ են փոխվում, որ միգուցե 20 տարի հետո ոչ մեկին պետք չլինի մոլիբդեն, ինչ ենք անելու։ Հետևաբար, եթե Աստված տվել է այդ պաշարները մեզ, մենք պիտի քանի դեռ կա պահանջարկ այդ պաշարների հանդեպ, հա, պետք է հնարավորինս արդյունավետ, հնարավորինս մեծ արտադրողականությամբ մշակել, վերամշակել, արդյունանել եւ ստացված օգուտները տարաբաշխել մարզում եւ հանրապետության այլ ոլորտներում, իսկ կոնկրետ օպտիմալ օգտագործման մասով մենք հիմա բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ ենք ներդնում արդյունանման մեջ, հա, որպեսզի նվազեցնենք կորուստները, հա, որտեղ ցավալի է, եթե մեծ ջանքեր գործադրել, սարեր շուռ տալ, հանքաքարը բերել հասցնել հարստացման ֆաբրիկա, հա, եւ չգիտեմ 20% կամ 10% գնա փոչանք, հա, հետաբար տարբեր տեխնոլոգիաներ հիմա կիրառում ենք, սկսել ենք փորձարկումները պիլոտային, հա, որպեսզի մաքսիմալ մեծ կորզում ունենանք ֆաբրիկայում եւ օգտակար արժեք ունեցող մետաղների քանակը փոչամբարում նվազագույնի հասցնենք։ Կոնկրետ փոչամբարերի մասով, հա, կարող եմ ասել նաեւ այլ մասերով մենք փորձում ենք չնայած վերջին տարիներին նաև որոշ նորմատիվներ Հայաստանի Հանրապետությունում հաստատվեցին, հա, որոնք հիմնականում մեծ մասամբ կրկնություն է ռուսական կամ սովետական նորմատիվների, բայց ամեն դեպքում այն ստանդարտները, եթե միջազգային լավագույն փորձը ավելի խիստ նորմատիվներ է պահանջում, հա, մենք կիրառում ենք միջազգային լավագույն փորձի պահանջները, կոնկրետ հիմա փոչամբարի կայունության, փոչամբարի ամրացման միջոցառումներ ենք իրականացնում, հետազոտություններ կրկին միջազգային լավագույն փորձի հիման վրա, որը ավելի խիստ է, քան տեղական նորմատիվները, նույն բաները կիրառվում են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման ոլորտում, բայց ասեմ, հիմնական մեր ջանքերը այս պահին ուղղված են իմաստամբ արդյունավետությունը մեծացնելու եւ էֆեկտիվությունը վերամշակման մեծացնելու։ Շատ շնորհակալություն պարոն Վարդայան հետարքիր գաղափարների համար, հետարքիր էր հատկապես միջազգային փորձի ներկայացումը, այսինքն հույս կա, որ կան օրինակներ, որոնց կարող է Հայաստանը հետևել եւ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը ֆոնդերի ստեղծման միջոցով, դա է ձեր ոնց հասկացա առաջարկը եւ հանքարդյունաբերությունը տանել կառավարման ուղղությամբ։
Հաջորդ հարցս, հաջորդ խոսքի իրավունք փոխանցում եմ Տիկին Դանիելյանին, խնդրեմ Տիկին Դանիելյան ներկայացնեք ձեր փորձառության հիման վրա ներառյալ Եվրամիությունը Սևանի համար ծրագրի, որոնք են բնական ռեսուրսների կառավարման ոլորտում այսօր Հայաստանում ամենահրատապ առաջնահերթությունները։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի գործընկերներ, հյուրեր, շնորհակալություն այս հնարավորության համար այսօր գտնվելու այստեղ եւ խոսելու այնպիսի կարևոր թեմայի մասին, ինչպիսին է բնական ռեսուրսների կառավարումը, եւ ցանկանում եմ հատկանշել, որ բնական ռեսուրսների կառավարումը դա միայն բնապահպանական օրակարգ չէ։ Դա հանդիսանում է զարգացման, կայուն տնտեսության եւ առողջ հասարակության հիմքը, հա, եւ արդեն անդրադառնալով ձեր հարցին, կցանկանամ անդրադարձ կատարել ոչ թե թեմաների ուղղությամբ, ինչին շատերս տեղյակ ենք, հա, կենսաբազմազանություն, հող, ջուր, այդ բոլոր հիմնախնդիրներին, ես կցանկանամ անդրադառնալ տարբեր միջազգային ծրագրերի իրականացման ընթացքում դիտարկված մի շարք համակարգային խնդիրների, որոնք այս կամ այն առումով բերում են ոչ այդքան արդյունավետ բնական ռեսուրսների կառավարման կամ խոչընդոտում են առավել արդյունավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից, նաև կնշեմ որոշակի հաջողված օրինակներ։ Կցանկանամ նշել, որ հաճախ մեջ խոչընդոտ է հանդիսանում վստահելի որակյալ տվյալների հասանելիությունը, ինչը թույլ չի տալիս փաստահեն, լիարժեք ձևով փաստահեն որոշումներ կայացնել, իհարկե դա խոչընդոտում է։ Ես համակարգային խոչընդոտ եմ համարում կառավարման եւ շահառու տարբեր օղակների, դերերի ոչ լիարժեք հստակությունը, ինչպես նաև այդ բոլոր շահառու կառույցների միջև ոչ արդյունավետ համագործակցությունը։ Կարծում եմ, այս այն համակարգային ուղղություններն են, որտեղ իրոք անելիք կա, եւ կուզեմ ընդգծել եւս մեկ շատ կարեւոր, հա, առանցքային բաց կամ ուղղություն, որտեղ միշտ անելիք կա եւ ինչքան էլ արված է պետք է շարունակենք զարգացնել, դա կարողությունների բարելավումն է բոլոր օղակներով, սկսած համայնքայինից մինչեւ ամենաբարձր պետական մակարդակը։ Իհարկե խոսելով բացերից կուզենայի նաեւ անդրադարձնել մի քանի հաջողված օրինակների, հա, հատկապես նորարարական եւ միջազգային փորձի ներդրման տեսանկյունից, որոնք կարող են տարածվել եւ կիրառվել նաեւ այլ համայնքներում, ինչու՞ չէ նաեւ մենք ունենք փորձեր, երբ մեր հաջողված փորձերը կիրառվում են նաեւ Հայաստանից դուրս եւ հանդիսանում են նաեւ Հայաստանում որպես պետական ստանդարտ։ Կցանկանամ ընդգծել էկոհամակարգային մոտեցման ներդրումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում, որովհետև դա այն մոտեցումն է, որը մեզ թույլ է տալիս գալ համալիր, համապարփակ, միջոլորտային կառավարման մոտեցման, եւ մենք այս մոդելը կիրառել եւ ներենք դրել հատկապես քաղաքականությունների մշակման, հա, օրինակ Սևանի հետ կապված, ինչպես նաեւ կառավարման այլ գործիքների մշակման ուղղությամբ։ Կցանկանամ անդրադարձ անել հաջողված բնական ռեսուրսների կառավարման փորձարարական մեթոդներին, կիրառումներին, որոնք իրականացվել են Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր մասշտաբներով, եւ այդ հաջողությունները իհարկե հնարավորություն է տալիս ընդլայնել եւ տարածել դրանք։ Ինչպես նաեւ շատ կարեւորում եմ մասնակցային մասնակցությունը եւ մասնակցային մոտեցումը ծրագրերի իրականացման շրջանակում, այս տեսանկյունից եւս ունենք մի շարք հաջողված մոտեցումներ, սրանք թույլ են տալիս նվազեցնել, ճիշտ է, իրենք ավելի ժամանակատար, ավելի ռեսուրսատար, նաեւ մարդկային ժամանակի տեսանկյունից, հա, մոտեցումներ են, բայց թույլ են տալիս բերել ավելի նվազ կոնֆլիկտներով բնական ռեսուրսների կառավարման, ինչը բնականաբար բարձրացնում է նաև արդյունավետություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Դանիելյան հետաքրքիր դիտարկումների համար։
Այժմ խոսքը փոխանցեմ պարոն Բալոյանին, խնդրեմ պարոն Բալոյան ներկայացնեք շրջակա միջավայրի նախարարության մոտեցումները կենսառեսուրսների կառավարման ոլորտում, ինչպիսին են նախարարության առաջնահերթությունները այդ ոլորտում եւ ինչ հիմնական մարտահրավերների եք դուք հանդիպում ձեր գործունեության ընթացքում։ Շնորհակալություն, նախ հերթին թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մեծ պատիվ է գտնվել այս լսարանի առաջ եւ մեծ պատասխանատվություն իհարկե։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, պետք է որպես ամենագլխավոր մարտահրավեր կենսառեսուրսների կառավարման տեսանկյունից նշեմ, որ մենք հանրապետությունում համապարփակ տեղեկատվական որպես այդպիսին բազաներ եւ բուսական եւ կենդանական աշխարհին վերաբերող այդ տվյալների բացակայության խնդիրն է մեր առաջ կանգնած, բայց այդ տեսանկյունից պետք է նշեմ մեր սերտ համագործակցությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ կենդանաբանության եւ բուսաբանության ինստիտուտի հետ, ինչպես նաեւ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի հետ, որովհետեւ որոշումներ կայացնելուց նախ ինչպես գիտեք ցանկացած բնապահպանական որոշում կայացնելու հիմքում պետք է լինի գիտականորեն հիմնավորված լուրջ տեղեկատվություն եւ մենք այդ բացը ըստ էության լրացնում ենք համագործակցելով գիտական մարմինների հետ։ Որպես գլխավոր մարտահրավեր ես կարող եմ ներկայացնել նաեւ եւ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ խնդիրները, որովհետեւ կենսառեսուրսների կառավարման ոլորտում ունենք որոշակի օրենսդրական բացեր, այդ տեսանկյունից նույնպես աշխատանքներ իրականացվում են եւ ներկայումս կարող եմ փաստել, որ շատ կարեւոր օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս շրջակա միջավայրի նախարարությունը, կապված բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի նախագիծը, որ հիմա գտնվում է շրջանառության մեջ, հաջորդ կարևոր փաթեթը, որ նույնպես շրջանառության մեջ է, որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին օրենքն է։ Այս տեսանկյունից այս օրենքների նաեւ մոռացա նշել բուսական աշխարհի մասին օրենքի նախագիծը, որ նույնպես շրջանառության մեջ է։ Ուզում եմ ասեմ, որ այս իրավական ակտերի ընդունումը էականորեն կխթանի կենսառեսուրսների կառավարման առավել բարձր մակարդակի հասցնելու համար։ Կարևոր հանգամանք եմ ես համարում նաև կենսառեսուրսների ողջամիտ օգտագործումը, իսկ այդ ողջամիտ օգտագործումը իմ գործընկերը նշեց, որ ոչ միայն դա իրենից ենթադրում է քիչ քանակություն օգտագործել, այլև պետք է հաշվի առնել, որ ցանկացած օգտագործման հիմքում նորից պետք է կրկնեմ, որ պետք է լինի գիտականորեն հիմնավորված լուրջ տեղեկատվություն։ Այդ նշեմ, որ այս տեսանկյունից հաշվի առնելով, որ բուսական եւ կենդանական աշխարհի հաշվառման աշխատանքներ Հայաստանի անկախացումից ի վեր գրեթե չեն իրականացվել են զուտ տեղային ուսումնասիրություններ, տարբեր գիտական ուսումնասիրությունների շրջանակներում։ Ներկայումս KfW գերմանական բանկի կողմից տրամադրված այդ մեծ դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բուսական կենդանական աշխարհի, մասնավորապես լայն կիրառում ունեցող բուսատեսակների հաշվառման աշխատանքներ, ինչպես նաև արդյունագործական եւ սիրողական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման աշխատանքներ, ինչը նույնպես պետք կարծում եմ էականորեն կբարձրացնի կենսառեսուրսների կայուն կառավարումը եւ բնականաբար օգտագործումը։ Նաեւ շատ կարեւոր հանգամանք պետք նշեմ, որ որպես կենսառեսուրսների կառավարում պետք է մենք հաշվի առնենք նաեւ մեր հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը պետք է որպես մարտահրավեր մեր առաջ տնենք եւ որովհետեւ ցավոք սրտի վերջին տարիներին կենսառեսուրսների օգտագործումը ըստ էության իրականացվել է տարերայնորեն եւ առանց որևէ ըստ էության լուրջ հիմնավորումների եւ դա բնականաբար ոչ միայն կախված չէ այսինքն պետական մոտեցումներից ըստ էության ամբողջությամբ կախված չէ, կախված է նաեւ մեր հասարակության գիտակցությունը
գիտակցության մակարդակից այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ այսքանը։ Շնորհակալություն, հաշվի առնելով այսօրվա ֆորումի նաև նպատակը, ես կուզենայի որպես մոդերատոր իմ առաջին հարցը ուղղել բոլոր բանախոսներին, նույն հարցը, ինչպես եք պատկերացնում Երևանի պետական համալսարանի դերը թե որպես գիտակրթական օջախ այս մարտահրավերների եւ ոլորտներում առկա խնդիրների այդ հաղթահարման կայուն խնդիրների լուծման ճանապարհում, ինչ նոր քայլեր կարող է ձեռնարկել համալսարանը որպես քաղաքականություն, որպեսզի կարողանա ավելի նպաստել ձեր կողմից բարձրացված հարցերի լուծմանը։ Երևի առաջին հարցը փոխանցեմ պարոն Վարդանյանին, խնդրեմ հանքարդյունաբերության ոլորտը կրթությանը ինչպես կարող է խթանել կրթությանը եւ ընդհակառակը կրթությունը ինչպես կարող է ինչ կրթության պակաս կա, կարիք կա, որ պետք է բերեք դեպի հանքարդյունաբերություն ձեր առջև ծառացած մարտահրավերներ լուծելու համար։ Քանի որ խոսքը գնում է համալսարանի մասին, բնականաբար առաջին հերթին պետք է նշել սպասումը համալսարանից դա որակյալ մասնագետների պատրաստումն է։ Ներկայումս մեծ խնդիր կա կոնկրետ երկրաբանության կամ հարակից ոլորտների մասով որակյալ մասնագետների։ Խոսքը գնում է հենց կոնկրետ օգտակար հանածների երկրաբանության, հիդրոերկրաբանության, ինժեներական երկրաբանության ամեն մասնագիտությունով մնացել են մի ձեռքի մարտների վրա կարելի է հաշվել մասնագետների, որոնք հիմնականում պատկառելի տարիք ունեն։ Մենք հիմա սերտ համագործակցում ենք երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի հետ, փոխադարձ շահավետ ծրագրերի շրջանակներում մենք կազմակերպում ենք արդեն մի տարիք անցած տարի կազմակերպվեց երկրաբանության ֆակուլտետի ուսումնական պրակտիկան մեր մարզում, մասնավորապես Զանգեզուրի կոմբինատում, այս տարի նույնը կրկնելու ենք, կլինի նաև երկրաբանական դպրոցական ճամբար, որի նպատակը կլինի արդեն դպրոցականներին ոգևորել, ուղղորդել դեպի երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետը, ինչպես նաև նախատեսում ենք հիմնել ԶՊՄԿ առաջատար հետազոտությունների կենտրոն, որը կտեղակայվի նույնպես երկրաբանության ֆակուլտետում, որի նպատակն է ներգրավել և ուսանողներին, և դասախոսներին տարբեր մասնագիտություններով, տարբեր ֆակուլտետներից հետազոտությունների մեջ, այն հետազոտությունների, որոնք ունենան կամ կարող են ունենալ պոտենցիալ ԶՊՄԿ-ում կամ այլ լեռնային արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններում տնտեսական օգուտներ բերելու։ Այս տարի հուսով եմ սկիզբը կդրվի և ներկայումս բազում ծրագրեր կան ու հենց միանգամից մենք սկսենք կանցնենք հետազոտություններին։ Շատ շնորհակալություն, ողջունել է կոմբինատի կողմից նման նախաձեռնությունը, որովհետև իսկապես հետազոտական աշխատանքները իրենց լուրջ դերակատարությունը կունենան ձեր կողմից նշված մարտահրավերներին, որոնք թե կորզման առումով ձեր նպատակներին հասնելու համար եւ թե աղտոտվածության նվազեցման համար հաջող ընթաց ձեր նախաձեռնություններին։ Շնորհակալություն ու ինչով է դա կարող, քանի որ մենք բոլորս արտադրությամբ զբաղված, մեզ ժամանակ չկա, նույնիսկ ազատ միտք էլ չկա զբաղվելու ինչ-որ հետազոտություններով, որոնք կարող են օգուտ բերել մի քանի տարուց, այդ պատճառով որոշում կայացվեց դա առանձնացնել, այդտեղ ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք չեն ծանրաբեռնված լինի արտադրության ամենօրյա խնդիրներով եւ ազատ կլինեն կզբաղվեն հետազոտություններով, խումբը կոնկրետ մեր աշխատակիցների փոքր է լինելու 5-6 հոգի, իրենք համակարգելու են, բայց հիմնական գործը անելու են համալսարանի
ուսանողները եւ դասախոսները։ Շնորհակալություն։ Հարցը նմանատիպ հարց ուղղեմ Տիկին Դանելյանին։ Տիկին Դանելյան, ինչպես եք պատկերացնում, ինչ դեր պետք է ունենա գիտությունը եւ կրթությունը կենսառեսուրսների արդյունավետ կառավարման, որտեղ եք տեսնում այդ զարգացումները, ինչ առաջարկներ, ինչ գաղափարներ ունեք, որ ուզում եք կիսվել այսօր այս լսարանի հետ։ Անդրադառնալով այս թեմային կշարունակեմ արդեն գործընկերոջ ասվածը, որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորությունը ընդգծվեց։ Կցանկանամ ասել, որ մենք արդեն բազմիցս նշեցինք, կարծեմ բոլորս էլ, որ փաստերի վրա հիմնված որոշումների կարևորությունը արդյունավետ կառավարման համար, եւ այս համատեքստում իհարկե այդտեղ է, որ ընդգծվում է գիտության եւ կրթության դերը, այսինքն ունենալ որակյալ կադրեր, որոնք ունեն բավարար կարողություններ, եւ լավ կարողություններ, ունենալ վերլուծություններ, տվյալներ, հիմքեր, որոնք կծառայեն մեզ ճիշտ եւ արդյունավետ որոշումներ կայացնել։ Եվ այս շրջանակում ես հատկապես կուզենամ ուշադրություն հրավիրելու մի ձևաչափի, որը այսօր բավականին լայն ընդգրկում է ստանում միջազգային պրակտիկաներում, դա գիտություն, քաղաքականություն համադրման ձևաչափն է։ Ինչ է իրենից դա ներկայացնում, որ ստեղծվի հնարավորություն մոտեցնելու իրար հնարավորինս գիտությունը եւ քաղաքականությունը։ Ինչու, որովհետեւ հաճախ գիտականորեն ձևակերպված մտքերը, արդյունքները գուցե անհասկանալի կամ քիչ ընկալելի են որոշում կայացնողների համար, նաև ժամանակի տեսանկյունից, ինչպես գործընկերը նշեց, հաճախ այդ որոշում կայացնողը ժամանակ չունի խորանալու, ուսումնասիրելու, հասկանալու ինչ արդյունքներ կան։ Այս համատեքստում կարևոր է գուցե մշակել ինչ-որ հարթակ, ձևաչափ, որտեղ կարելի է հարամատչելի եւ ավելի ընկալելի դարձնել գիտական արդյունքները, որպեսզի արդյունավետ կիրառվեն որոշումների կայացման համար, եւ սա երկկողմանի process պետք է լինի բնականաբար, նաեւ քաղաքական որոշում կայացնողների ձևաչափում պետք է ստեղծվեն հնարավորություններ ներգրավելու եւ մաքսիմալ հաշվի առնելու գիտական արդյունքները, գիտական միտքը լավագույն մասնագետների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի հաջորդ հարցս նույն հարցը ուղղեմ պարոն Բալոյանին, չնայած դուք արդեն ձեր խոսքի մեջ կարևորեցիք ձեր համագործակցությունը գիտական ինստիտուտների հետ, բայց ես կուզենայի եւս մեկ անգամ մատնանշել այն ուղղությունները, որ դեռևս զարգացման անհրաժեշտություն կա, որպեսզի ձեր համագործակցությունը, այսինքն նախարարությունը ավելի տվյալահեն որոշումներ կայացնի, ինչ ուղղություններով պետք է զարգացումները տեղի ունենան, որպեսզի այդ արդյունավետությունը մեծանա։ Շնորհակալություն։ Ես կուզեմ մի փոքր դրվագ պատմեմ անցած տարվանից սկսված մի գործընթացի մասին, որը ցավոք սրտի կարծես թե շարունակություն չունի։ Խոսքը վերաբերում է գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպված մի շատ կարևոր նախաձեռնության մասին։ Նախաձեռնությունը կայանում էր նրանում, որ հավաքել մի սեղանի շուրջ քաղաքականություն մշակող մարմիններին եւ այդ քաղաքականություն մշակող մարմինների համար որպես գիտական ապահովվածություն ապահովող գիտական մարմիններին։ Եվ ըստ էության խնդիրը կայանում էր նրանում, որ պետությունը կամ գիտական պետական կոմիտեն ֆինանսավորում առաջի հերթին ապահովեր պետության կարիքների համար առաջնահերթություն իրենից ներկայացնող գործընթացների համար։ Ես կարծում եմ, որ որպես առաջարկություն կամ միգուցե այս լսարանը կամ այս միջոցառումը խթան կհանդիսանա այդ նախաձեռնության, այսպես ասած, վերականգնման համար եւ կարծում եմ, քանի մեր պետությունը ցավոք սրտի այն ֆինանսական կարողությունները չունի, որ կարողանա եւ ֆինանսավորի գիտական շատ նեղ հետաքրքրություններ ներկայացնող աշխատությունները, կարծում եմ այս պահին պետք է առաջնահերթ պետության կողմից պետության համար առաջնահերթություն ներկայացնող գործընթացները արժանանան
առաջնահերթ ֆինանսավորմանը։ Շնորհակալություն, պարոն Բալոյան, ձեր դիտարկումների համար։ Այժմ լսարանին հնարավորություն ստեղծենք հարցեր տալու։ Եթե կան հարցեր, խնդրում եմ ուղղեք մեր բանախոսներին։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Քանի որ մի հարթակի տակ հավաքվել են եւ բնօգտագործողները եւ բնապահպանները, խնդրեի տալ ինչ-որ բանաձև, որպեսզի երկուսը ոչ թե հագադրվեն, այլ համագործակցեն եւ ծառայեն այս նպատակին, այսինքն բնական ռեսուրսների կայուն կառավարմանը։ Ոնց կարաք բանաձև գտնեք այդ ձև։ Շատ պրովոկացիոն հարց է։ Ու լավ է, որ հանդիպել ենք երկու, այսպես ասած, հակադարձ կողմի ներկայացուցիչներ մեկ հարթակում։ Դա դժվար է, բայց բալանս հնարավոր է գտնել, հա, կիրառելով նոր տեխնոլոգիաներ, կատարելով լայնածավալ հետազոտություններ, գրեթե չասեմ ամեն ինչ, բայց գրեթե ամեն ինչ բնությունում հնարավոր է վերականգնել։ Օգտակար հնածոն հանվեց, ինքը համարվում է չվերականգնվող պաշար, հա, կարող վերականգնվի մի 20 միլիոն տարի հետո նոր հանքավայր առաջանա, բայց մենք չենք իմանա դրա մասին։ Հետևաբար կարելի է, ես հավատում եմ, որ կարելի է օգտակար հնածո արդյունահանել, բնությանը պատճառելով մինիմում վնասներ եւ հիմնականում դա հնարավոր է վերականգնել, հա։ Պետք է պարզապես օրենսդրությունը մաքսիմալ պարզեցնել, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, տարբեր մեկնաբանությունների առիթ չհանդիսանա եւ այդ դեպքում ամեն ինչ հստակ կլինի եւ չգիտեմ ընդերկօգտագործողը կկարողանա նաեւ ընդերկօգտագործումից հետո համապատասխան կուտակված, չգիտեմ, դրամագլխերից եւ այլից սնվելով կատարել վերականգնման աշխատանքներ, բայց պետք չէ ուղիղ նայել, հա, օրինակ ընդերկօգտագործմանը, եկեք պատկերացնենք, հա, Սյունիքի մարզում կոնկրետ այդ տարածաշրջանում հարավային մասում, որտեղ հանքարդյունահանումը զարգացած է եւ հիմնականում մարդիկ իրենց եկամուտները ապահովում են հանքարդյունահանման շնորհիվ, եկեք պատկերացնենք չկա հանքարդյունահանում այնտեղ։ Նախ բնակչությունը նվազ կլինի, երկրորդը բնակչությունը մեծամասամբ ոչ բարեկեցիկ կլինի եւ շատ հավանական է, որ օրինակ, չգիտեմ, ձմեռները ջերուսման հարցը լուծեն անտառները հատելով։ Հիմա հանքարդյունահանումը օգուտ տվեց, թե վնաս տվեց բնությանը։ Այսինքն դա երկու ծայր ունեցող փայտ է, այսինքն դժվար է։ Բայց ես հավատում եմ, որ հնարավոր է բալանսի բերել միմյանց հետ համագործակցելով, պետք չէ միմյանց դիտարկել հակառակորդ, հա, պետք է ուղղակի միասին լուծումներ գտնել։ Հա, դրա համար, խնդրեմ արձագանքի։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորիս, շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բանախոսներին, շատ կարճ ուզում եմ արձագանքի իմ ընկերոջի, իմ գործընկերոջը։ Կարծում եմ, պարոն Ղազարյան, այս բարդ գործը մենք որպես ակադեմիական միջավայր ներկայացուցիչներ կարող ենք վերցնել մեր ձեռքը, որովհետև հանքարդյունաբերություն ու բնապահպանություն, այսպես ասենք, էկոլոգիա տարիներ եւ եկել է այդ կրվախնձորը եւ կարծում շարունակվելու է։ Իսկ ակադեմիական միջավայրի գիտական, այսպես անրույթի տված կարծիքի շուրջ վստահ եմ երկու կողմերն էլ կնստեն հաշվի, այսինքն հանքարդյունաբերողները մի քիչ ավելի զգույշ կշահագործեն հանքերը եւ բնապահպաններն էլ այսպես ավելի հիմնավոր կարծիքներ կհայտնեն, որովհետեւ ամեն պատահած, ամեն քայլափոխին, այսպես ինչպես բոլորը զբաղվում են քաղաքականությամբ, այնպես էլ նաեւ հանքարդյունաբերությամբ ու բնապահպանությամբ։ Շնորհակալ եմ այսքանը։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Դանիելյան, շարունակեք։ Նախ շնորհակալություն պարոն Ղազարյան, շատ պրակտիկ հարցի համար։ Ուզում եմ ասել բանալին իրականում մեկն է։
համագործակցություն եւ կրկին համագործակցություն եւ այդ համատեքստում իրար լսելու եւ հասկանալու կարողություն։ Ես կուզենամ մի օրինակ բերել, իրականում տեսեք, յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր ոլորտ ունի իր ֆունկցիան, իր դերը, իր շահը եւ այստեղ մենք միշտ ունենում ենք մեծ շահերի բախում։ Իմ փորձից ելնելով, երբ որ մենք կարողանում ենք, մենք նմանատիպ ասենք փորձ ենք ունեցել, երբ որ աջակցում ենք իրականացնել Սևան ազգային պարկի սահմանների հստակեցում։ Դուք պատկերացնում եք, չէ՞, համայնքներ, ազգային պարկ, դա ինչ ձևաչափ էր, ինչ խնդիրներ կար եւ այլն։ Երբ որ մենք կարողացանք բոլորին բերել մեկ սեղանի շուրջ, երբ որ մարդիկ սկսեցին իրար լսել, հասկանալ խնդրի կամ հակասության պատճառը, հիմքերը, հասկանալ, որ այդ սահմանը, ասենք, կամայական չի, դրա տակ լուրջ բուսական, կենդանական աշխարհի ուսումնասիրություն է դրված եւ այլն եւ այլն։ Այդ իրար հետ խոսելու ընթացքում ձևավորվում է եւ առաջանում է այն մթնոլորտը, որը թույլ է տալիս իրար հասկանալ, աջակցել, աշխատել եւ եթե նույնիսկ որոշումը չի համընկնում մեր կարծիքի հետ, մենք դրա հիմքը հասկանում ենք եւ կարողանում ենք ընդունել։ Իմ կարծիքով դա է բանալին եւ կարող եմ մեկ շատ լավ օրինակ էլ բերել, հատկապես գիտենք ֆինանսական ապարատի կողմից միշտ մերժումներ են չէ լինում բնական ռեսուրսների հետ կապված, կան այլ առաջնահերթություններ։ Եգիպտոսում կար փորձ, որ օդի աղտոտվածության հետ կապված անընդհատ դիմում էին ֆոնդերի, աշխատանքների հետ կապված եւ որևէ կերպ տարիներ չէր հաստատվում։ Այստեղ ուզում եմ գիտության դերը ընդգծեմ։ Այնտեղ իրականացվեց էկոհամակարգային ծառայությունների գնահատում, եթե չգիտենք որն է այդ կոնցեպտը, դա այն ծառայությունն ու օգուտն է, որը մենք ստանում ենք բնությունից էկոհամակարգից, օրինակ օդից թթվածին եւ այլն եւ այլն։ Եվ այդ գնահատումը սովորաբար բերվում է թվային ֆինանսական հաշվարկի։ Աղտոտված օդը շնչեցինք, ինչ հիվանդություններ, ինչքան բժշկական ծախսեր եւ այդպես ամբողջ շղթան։ Երբ որ այդ թիվը դրվեց որոշում կայացնողների սեղանին, շատ կարճ ժամկետում տեղի ունեցավ տեղաշարժ ոլորտում։ Այսինքն, այս երկու օրինակներով փորձում եմ ասել, որ աշխատելու պարագայում նորարարական մոտեցումներով բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքի։ Շնորհակալ։ Խնդրեմ, պարոն Վարդանյան, արձագանքի։ Գործընկերս լավ օրինակ բերեց, կուզենայի նմանատիպ մի հարցի մասին նաև հիշատակել Հայաստանում կոնկրետ, խոսքը գնում է Սևանում ձկնային պաշարների մասին։ Ես կարծում եմ, որ նույն Սևանի ափի բնակիչները, որոնք զբաղվում են ձկնորսությամբ, իրենք չեն հավատում, որ չգիտեմ հունվար դեկտեմբեր որ ամիսներն է ձվադրման, իրենք չեն հավատում, որ դա վնաս է, որ դա եթե այդ սեզոնին ձուկ բռնեն, դա կրճատելու է ձկնային պաշարներ եւ այլն, Եթե նորմալ տեղեկատվություն լինի, նորմալ հետազոտություն եւ նորմալ աշխատանք իրենց հետ, ու իրենք իսկապես հավատան, որ դա վնաս է հաջորդ տարի ավելի քիչ ձուկ է լինելու, իրենք չեն բռնելու, այդ 2 ամիսը սպասելու են մինչև ձվադրման սեզոնը անցնի։ Հետեւաբար հասարակության բնակչության հետ աշխատանքը շատ կարեւոր է, շատ գրագետ աշխատանքի կարեւոր եւ հիմնված լինի ժամանակակից հետազոտությունների վրա, մշտապես կատարվող մոնիտորինգի հիման վրա եւ այդ դեպքում կարծում եմ կոնկրետ այդ մի խնդրը Հայաստանում լուծում կգտնի։ Շնորհակալություն, կրկին հանգում ենք կրթությանը, գիտությանը, տվյալներին։ Խնդրեմ, պարոն Բալոյան։ Եթե թույլ տաք անդրադառնամ պարոն Ղազարյանի հարցին, ես մի փոքր համաձայն չեմ պարոն Ղազարյանի հետ կապված հակադարձ ճամբարներում գտնվելու հետ կապված, որովհետև կարծում եմ նախ որպեսզի գանք այդ բալանսին, թվացial եթե մենք գտնվում ենք տարբեր հարթություններում կամ տարբեր կողմերում, որպեսզի գանք հասնենք այդ բալանսին, բոլորիս մոտ պետք է նստի այն գիտակցությունը, որ մենք պետք է առաջնորդվենք առաջնահերթ պետական շահով։ Այսինքն, երբ որ եւ օգտագործողը եւ կառավարող մարմինը ունենան պետական մտածելակերպ, ամեն մեկը իր ոլորտի շրջանակներում, կարծում եմ մենք կհասնենք այդ բալանսին։
Իսկ դա ոչ միայն ցանկություն է, այլ նաև յուրաքանչյուրի պարտավորությունն է գիտակցել բնության արժեքը, գիտակցել, որ բնությունն է, որ թույլ է տալիս շարունակական կյանք ապահովել եւ ի վերջո բնության նկատմամբ բոլորի պարտականությունը, պարտավորությունը ամրագրված է նաև Հայաստանի սահմանադրությունում, որ բնության պահպանությունը հանդիսանում է առաջնային խնդիր յուրաքանչյուր որոշումների կայացման հիմքում եւ պատասխանատվություն մեր սերունդների առաջ։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ դիտարկմանը Սևանա լճի ձկնային պաշարներին, ուղղակի զուտ տեղեկատվություն ասեմ, որ 2004 թվականից Սևանա լճում ձկնային պաշարների հաշվառման աշխատանքներ յուրաքանչյուր տարի իրականացվում է եւ այդ Սևանա լճի ձկնային պաշարների օգտագործումը իրականացվում է երևի թե միակ տարածքն է Սևանա լիճը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ յուրաքանչյուր տարի իրականացվում են ուսումնասիրման եւ հաշվառման աշխատանքներ եւ Սևանա լճի ձկնային պաշարները գոնե իրականացվում են գիտական հիմնավորվածության արկայության դեպքում։ Եվ պետք է փաստեմ նաեւ, որ վերջին տարիներին Սևանի ավազանի բնակչության մոտ աստիճանաբար հասունանում է այն գիտակցությունը, որ այդ 1-2 ամիսների դադարը ի վերջո իրենց օգտին է եւ դա նպաստելու է հետագա օգտագործմանը։ Շնորհակալություն, այլ հարցեր լսարանի կողմից։ Խնդրեմ, վերջում չեմ տեսնում։ Բարև ձեզ, ես հարցս կուզեի ուղղել Արման Վարդանյանին, որպես բիզնես տիրույթի, ներկայացուցիչ, ինձ օրինակ հետաքրքիր է բիզնեսին ինչպես կարելի է խթանել, որ բիզնեսը կիրառի կայուն զարգացման, ուրեմն բնօգտագործման, էլի, պարագայում իհարկե, կայուն բնօգտագործման սկզբունքները, որովհետև մենք գիտենք, որ բիզնեսը դա գործունեություն է, որը զբաղվում է շահույթ ստանալով ու շատ դեպքերում արտադրություն, ապրանք վաճառել կամ ծառայություն մատուցել մենք անտեսում ենք, կայուն զարգացումը։ Դրա համար ինձ հետաքրքիր է կայուն բնօգտագործման պարագայում ինչ կարելի է, ոնց կարելի է խթանել բիզնեսին։ Շնորհակալություն, ես կայուն զարգացման գծով մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ կարճ եթե ասեմ, դա պետք է ձեռնտու լինի բիզնեսին, այսինքն պետք է այնպես անել, օրենսդրությունը, կարգավորումները, միջազգային ռանկինգը այնպես պիտի լինի, որ կայուն զարգացումը ձեռնտու լինի բիզնեսին, եթե բիզնեսը չի գործում, միջազգայինորեն ընդունված կամ չգիտեմ տվյալ պետությունում ընդունված նորմերին համապատասխան կայուն զարգացման մասով, ապա դա բիզնեսը պիտի զգա իր վրա դրա նեգատիվ հետևանքները, չգիտեմ, ֆինանսական կարգավիճակը, ռանկինգը տարբեր միջազգային հարթակներում եւ այլն։ Կարճ ասած, բիզնեսին դա պետք է լինի ձեռնտու։ Եթե անենք այնպես, որ բիզնեսին դա լինի ձեռնտու, միանշանակ բիզնեսը իր գործունեությունը ծավալելու է կայուն զարգացման նորմերով եւ կարգավորումներով։ Կան այլ հարցեր, խնդրեմ։ Միգուցե դրա մասին ասվեց, բայց ես ուշադիր չեղա։ Պարոն Վարդանյան, նշեցիք, որ բնականաբար բնական ռեսուրսներն անսահմանափակ չեն եւ միգուցե 50 տարի հետո հանքաքար չկարողանանք այլևս արդյունահանել։ Իսկ այդ դիվերսիֆիկացիոն process-ները կամ, չգիտեմ, այդ ֆոնդերի հաստատման կամ ֆոնդերի ստեղծման process-ները արդյոք արդեն կիրարկվում են այդ մասին կամ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, թե ոչ։ Նմանատիպ առաջին քայլը արվեց, կարծեմ 1 տարի առաջ, արդեն արդյունքը մի տարի եղավ, նման որոշում կա, ընդունված, որի վրա վճարվող ռոյալթիներից, ընդերք օգտագործման ընկերությունների վճարվող ռոյալթիների ինչ-որ փոքր տոկոսը, չեմ հիշում ինչքանն է, 2% գնում է տվյալ համայնքում այն համայնք, որտեղ որ գործունեություն իրականացնում տվյալ ընկերությունը, բայց դա հետաբար համայնքի կողմից ուղղվում է
համայնքի զարգացման, տարբեր սոցիալական ծրագրերի վրա։ Դա եւս կարեւոր է, հա, դա միգուցե պետք է լիներ ոչ թե 2%, այլ ավելի շատ, հա, բայց կարելի է, չգիտեմ, մի 10% էլ այդ ռոյալթիներից, հա, օրենսդրությամբ պարտադրել ուղղել զարգացման ինչ-որ հիմնադրամ, հա, որը ներդրումներ կանի, որը ձեռնարկություններ կստեղծի, բայց բնականաբար այդ հիմնադրամը գրագետ պիտի կառավարվի։ Կարող եմ ասել, որ թափոնների ընդհանրապես կառավարումը հանդիսանում է Հայաստանում ամենամեծ խնդիրներից, նաև Սևանի ավազանում այն առաջնահերթություններից, որը առաջնահերթ լուծման կարիք ունի։ Կարող եմ փաստել, որ խնդրի կարևորությունը գիտակցվում է մեր աշխատանքների ընթացքում, նաև աշխատել ենք տարբեր պետական մարմինների հետ, կարևորության գիտակցումը կա, բայց նաև գիտենք, որ թափոնների կառավարումը ինքը բավականին արդյունավետ կառավարումը ծախսատար գործընթաց է, բայց պետք է հիշենք, որ դա կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի համար, մենք գիտենք, ինչպես գործընկերը նշեց, շատ երկրներում դա նաև շահավետ բիզնես է, եւ այս պահին գիտեմ, որ պետությունը տարբեր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, այդ հարցը ներկայացնելու համար խոսքը փոխանցեմ պարոն Բալոյանին։ Շնորհակալություն, շրջակա միջավայրի նախարարության կառավարման ոլորտներից է նաև թափոնների կառավարումը եւ այդ տեսանկյունից այո նախարարությունում ձեռնարկում են որոշակի օրենսդրական փոփոխություններ կապված թափոնների ողջամիտ կառավարման տեսանկյունով եւ որպես վերջին կամ թարմ օրինակ կարող են բերել պլաստիկի այդ արգելման պլաստիկի օգտագործման արգելման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը եւ թերևս որպես տեղեկատվություն ձեր հարցին, որ քաղաքականություն մշակվում է թե ոչ, այո մշակվում է, բայց ավելի դետալային չեմ կարող ներկայացնել, որովհետեւ զուտ այդ ոլորտի մասնագետը չեմ կամ ուղղակի տեղեկատվություն ունենաք։ Շնորհակալություն։ Մենք մոտենում ենք մեր սեկցիայի ավարտին, վերջին հարցի հնարավորություն լսարանին եւ կամփոփենք մեր այսօրվա սեկցիան։ Խնդրեմ, եթե կա վերջին հարց լսարանի կողմից։ Գիտեք, երևի ոչ թե հարց, այլ առաջարկ, եթե կարելի է այստեղ։ Ոչ թե հարց, այլ առաջարկ, ես կարծում եմ, այսօր իհարկե շատ լավ է, որ ֆորումի շրջանակում հնարավորությունն են քննարկելու այս հարցերը, բայց սա պետք է շարունակական լինի։ Պետք է բուհ մտնել շարունակական, չգիտեմ, գոնե տարեկան 3, 4, 5 անգամ նման քննարկումներ լինեն, որովհետև եւ ուսանողը եւ դասախոսը պետք է տեղեկացված լինի առաջին ձեռքից, այսպես ասած, այս ամեն ինչի մասին։ Իհարկե տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իհարկե շփվում ենք այդ ամեն ինչի հետ, բայց գիտեք, այս քննարկումները մի քիչ ավելի խորքային, այսօր ժամանակը սահմանափակ էր եւ ես կարծում եմ, որ այն մասով ինչքանով որ մեզ ժամանակ տրամադրված էր քննարկեցինք, բայց որպեսզի կարողանանք այդ գիտությանն էլ զարգ տանք, ուսանողը ինքը պետք է իմանա ԶՊՄԿ-ում, այլ հաստատությունում, ինչպես է մեխանիզմը աշխատում, ինչ են անում, ինչպես են անում, որպեսզի իր մոտ էլ գիտություն անելու նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրությունը բարձրանա։ Ինձ թվում է, այս է ուղին էլի, պիտի այսպես ինտենսիվ համագործակցությամբ կարողանանք համատեղ ստեղծել հավելյալ արժեք։ Իհարկե, շատ ճիշտ նկատառում էր, այս սեկցիան այսօր ավարտվում է ուղղակի ժամային սահմանափակումով, բայց թեմայի քննարկումը բաց է, շարունակվելու է եւ այս հենց նպատակը այս ֆորումի դա է, որպեսզի ստեղծվի այդ հարթակը մասնագետների, շրջանավարտների մակարդակով այս հարցերը ավելի խորքային քննարկելու, գտնելու այն համագործակցության եզրերը, որոնք կբերեն մեր երկրի կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը եւ ընդհանուր առմամբ զարգացմանը, երկրի զարգացմանը։ Շնորհակալություն բոլորին ակտիվ մասնակցության համար։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս։